Երաժշտության թեման շարունակվում է, եւ երբ ես ներկայացնեմ մեր հյուրերին, արդեն իսկ պարզ կդառնա, թե ինչի մասին ենք խոսելու եւ ինչ նոր տեսահոլովակ ունենք, որ այսօր ներկայացնելու են։ Եվ այսպես երգչուհի Սոնա Ռուբինյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ երաժշտական պրոդյուսեր, երգի հեղինակ Գրիգոր Գյոքչյանը։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում։ Շնորհակալ ենք, որ ձեզ մոտենք։ Եվ շատ պայծառ ու սիրով լի ստեղծագործության մասին ենք խոսելու, մամ տեսահոլովակի ու երգի, որի պրեմիերան տեղի ունեցավ հենց ապրիլի 7-ին, խորհրդանշական օր, բայց վստահ եմ, որ երգը երևի ստեղծման ավելի հին պատմություն ունի, չէ՞։ Իրականում երգը գրել էր Նիկը Գիբյան, երաժշտությունը, ու ես լսել էի շուտ բանից այս երգը մի քանի ամիս առաջ, ընդհանրապես լրիվ ուրիշ թեմատիկայով պատկերացում ուներ Նիկը, իմ մտքով անցավ, որ կարելի է շատ հուզիչ երգ ստանալ ու մայրերին նվիրված հոլովակ ունենալ, փորձեցի գրեցի երգի տեքստը, շատ հավանեցինք, ում ցույց էի տալի, շատ հուզիչ էր, ի վերջո հերթը ասավ Սոնային ու այդպիսի գաղափար ունեինք, որ անեինք Յանգի երեխաների եւ Սոնայի հետ համատեղ աշխատանք, Սոնան մի անգամից տեքստ արեց, որ ինքը հուզված է եւ լացում է ու մնացածը թող Սոնան պատմի։ Երգը լսելու առաջին պահից սկսած ես չեմ սթափվում։ Դա շարունակվել է մինչ տեսահոլովակի նկարահանում, հետո առաջին մի շաբաթը, երբ որ սկսեցի լսել երգը անընդհատ, շեյր անել, կտրել ինչ-որ հատ, ու այդ ամեն ինչը չէր դադարում, այսինքն իմ հուզմունքը, ես չէի կարողանում մինչև վերջ երգը, տեսահոլովակը, սկզբից մինչև վերջ, առանց ստաբիլ էմոցիայով լսել, տեսահոլովակի նկարահանմանը ուղղակի չէի վերադառնում իրականություն, որովհետև եւ հիմա էլ փշաքաղում եմ։ Հենց դա ուզում հարցնել Սոնա, երբ լսում էիր այդ երգը, դու միանգամից պատկերացնում էիր, որ դու դուստր ես եւ քո մայրիկի մասին ես երգում, թե որ դու արդեն մայր ես։ Երկուսն էլ։ Համ մայրիկիս էի հիշում, համ Մարի պատկերացնում էի, որ Մարին ինձ համար այդպիսի երգ երգեր, ամեն ինչ խառնվում էր իրար ու երեխեքը այնքան պայծառ էին, sense պտտվում է իրենց նայում էի ու չէի կարողանում հետ գալու խոսքերը, երաժշտությունը, այդ ամեն ինչը, նկարիչը տեսահոլովակի ինչպես էր ստացել այդ տաղավարը, ռեժիսորը Արամայիսը ինչպես էր այդ հանգուցալ լուծումները ստացել, չգիտեմ։ Մի փոքր պատմիր այդ տեսահոլովակի հատվածների մասին, որ վերջում մենք իհարկե կդիտենք այդ տեսահոլովակը, կտեսնենք։ Դու ունեցել ես քո լուման, քո ներդրումը, ինչպես ես դու պատկերացնում։ Ավելի ճիշտ կլինի Գրիգորը պատմի տեսահոլովակի մասին։ Տեսահոլովակը 2 օր ամբողջ օր նկարահանել ենք եւ երբ որ հասել ենք ամենավերջում Սոնայի հատվածին, Սոնան եկել էր այդ պատրաստի տաղավար, որտեղ մոտ 50 հոգի աշխատակ կա, նավակներ չէ կարողանում հուզմունքը զսպել նկարահանման process-ում, որպեսզի կարողանանք ու գերուշադրություններ բոլոր նայում էին, ինչպես էր Սոնան լացում, ի վերջո, բայց շատ բնական էր ու այդ կադրերը կան շատ հուզիչ, հետագայում գուցե որպես վավերագրական հոլովակ ներկայացնենք, բոլորը տեսնեն, շատ էմոցիոնալ էր process-ը եւ ուղղակի առանց ուզվելու նայել չէր ստացվում անգամ նկարահանման ընթացքում։ Սոնա, դու շատ էմոցիոնալ ես միշտ։ Այո։ Այո, եթե կարճ այո։ Ես փորձում եմ բավականին չափ զսպել էմոցիաները, բայց դա երբեմն չի ստացվում։ Այնքան ռեալ էր ու երբ որ Արամայիսը Հայրապետյան պատմում էր անգամ սյուժեն, ես այդ ժամանակ հազիվ եմ ինձ։ Ես հենց դա էի ուզում հարցնել, որովհետև նավակների սիմվոլիկան շատ հետաքրքիր էր, ում գաղափարն է եղել։ Սա Արամայիսի գաղափարն է ու իսկապես երբ որ Արամայիսը երգը ինքնին իր տեղով արդեն հուզիչ էր ու երբ որ Արամայիսը պատմում էր թե ինչ պետք է նկարել, ինչ պետք է նկարի ինքը, իսկապես հուզվում էինք ուղղակի բառերով երբ որ լսում էինք, իսկ երբ որ տեսանք հիմնականում բոլորը արտասվում են եւ դրական։ Գլխավոր հերոսն էլ այնքան բնական էր, այնքան ամեն ինչ հարմոնիկ էր։ Սոնա, երգել ոչ քո գրած ստեղծագործություն է, ինչ փորձառություն է, որովհետև վերջին շրջանում մենք սովորենք, որ շատ ենք լսում հենց քո հեղինակած երգերից։ Երգում եմ ու շատ մեծ սիրով եմ երգում։ Եթե երգը լսեցի առաջին իսկ պահից, ես իմ ձայնով կարողացա իմ մտքում լսել երգը, ուրեմն ես այդ երգը կերգեմ, այո։ Շատ սիրում եմ համագործակցություններ, մեծ սիրով եւ Գրիգորի հետ ենք բազմիցս համագործակցել, Փաթիլներ երգի խոսքերի հեղինակն էլ է Գրիգորը, իհարկե կրկներքը
Սերգեյ Կարինյանինն է, բայց մենք գրել ենք տներ, այնտեղ երաժշտությունինն է, Պատմությունը գրել ենք մենք իրականում օգտագործելով այդ հատվածը։ Իրականում Սոնան էլ հրաշալի երգչուհի է, ով որ այդ պատկերացումը իրականում ամբողջական է դարձնում, որովհետև ինքը 50% ավելացնում է այն գաղափարին, որի սկզբանե դրված է իր կախարդական ձայնով։ Իսկ լինում են այդպիսի դեպքեր, որ երգը լսում ես եւ հասկանում ես, որ ոչ։ Իհարկե, բազմիցս Շատ են լինում նման շատ դեպքեր։ են լինում, որ լսում ես ու հասկանում ես, որ չէ, իմ հետ չի ասոցացվում երգը։ Իմը չի ու ինչքան էլ փորձեմ չի դառնա իմը։ Սա այդ դեպքերից չէր։ Սա այդ դեպքերից չէր Առաջինից միանշանակ։ պահից բարձ էր։ Առաջին պահից Եվ Սոնան մենակ չէ, նրա հետ են նաև Young երգչախմբի երեխաները։ Պատմենք այս երգչախմբի մասին, որովհետև Եվ համագործակցության մասին։ Իրականում Young-ը ստեղծագործ երեխաների, թինեյջերների միջավայր է, որտեղ մենք ընտրում ենք, հա, երեխաներին, յուրաքանչյուրը չի կարող մտնել այդ ստեղծագործական միջավայր, դպրոց է, որտեղ սովորում են ընտրված երեխաներ ու մեր երկրում լավագույն մասնագետներին ես եւ Հովհաննեսը Սարգսյան, սա մեր նախաձեռնությունն է գցում ենք, որպեսզի աշխատենք 4-5 տարեկանից ու արդեն 9 տարեկանում կարողանան երեխաները զարմացնել, ինչպես որպես օրինակ կարող ենք Նարէն Եվրատեսիլի պատվիրակամ Young-ը երեխաներին մեր դպրոցի սաներն են, հա, որպես օրինակ, որ մարդիկ հիշեն ու հասկանան 9 տարեկանը թինեյջեր չի։ Թինեյջեր չի, որտեղից սկսվում է երկրորդ շրջափուլը ու սկսում են շատ լուրջ երաժշտություն երգել, բազմաձայնություն, 6 ձայն, 7 ձայն, կոմիտաս, շարականներ ու շատ լուրջ երաժշտություն ու արդեն պատրաստում ենք 18-ամյա դեբյուտին, հա, որպեսզի շատ ամուր հիմքերով սկսեն ու իսկապես շատ տաղանդավոր երեխեք կան, որ իսկապես հետո մենք նայում ենք ոնց են երգում ու Թե ինչ տրանսֆորմացիա են անցնում տարիների հատկապես նաև ընթացքում։ Մենք ունենք ուսանողներ, ովքեր 4 տարեկանում եկել են մեզ մոտ եւ հիմա 24 տարեկան են կամ 22 տարեկան, այսինքն սա մի միջավայր է, որը չի ավարտվում։ Իրականում կյանքը անընդհատ շարունակվում է, մենք ինքներս աշխատում ենք մեր երկրում մեծ նախագծերի շուրջ, իրենց էլ ավտոմատ կցում ենք, այս ամեն ինչին վերածվում է աշխատանքի, դառնում են տարբեր ընկերությունների, կազմակերպությունների դեմքերը, մի խոսքով, ու անընդհատ խոսեցինք, համալրում թե ենք։ Սոնայի հուզմունքը, երբ նա լսեց այդ երաժշտությունը, երգը, խոսքերը, տեսահոլովակը պատկերացրեց, բայց մենք հիմա նաև խոսենք, թե աղջիկները ինչ զգացին այն պահին, երբ իմացան, որ միասին պետք է ունենան այդ Միայն տեսահոլովակը։ աղջիկներ չեն, աղջիկներ եւ տղաներ են։ Ու երեխաները շատ հիացան, ուրախացան։ հանդիպումներ ենք հետաքրքիր։ Մենք որ Սոնայի հետ մեծացել ենք կամ անընդհատ շփման մեջ ենք, մեկ-մեկ մոռանում ենք, թե ինչքան երջանկություն է Սոնան ուղղակի իր ներկայության պատճառում ու երբ որ առաջին անգամ եկել էր այդ հանդիպան օրը, իսկապես երեխաները այսպես հերթ կանգնած ուզում էին նկարվեին ու ես մոտավորապես դեմքով որ դե կնկարվեք վաղն էլ մյուս օրն էլ գոնեք ես այդ բանը հետո Սոնան Կեսի հետ նկարվել եմ մնացածի հետ հիացած ու այդ դրական էներգիան այն ոգևորությունն է փոխանցում Սոնան, որ աշխատեն իրենց վրա սովորեն ու զարգանան, դրա համար շնորհակալություն Սոնային։ Սոնա, երբ լսեցիր այդ երգը, հաջորդը ում հետ կիսվեցիր։ Մայրիկի։ Չէ, երևի տեսահոլովակն եմ առաջին անգամ ցույց տվել ու հենց ապրիլի 7-ին մենք մեկնում էինք ու հենց ճանապարհին ցույց եմ տվել, իհարկե մաման էլ չկարողացավ իր էմոցիաները զսպել, որովհետև չգիտեմ, համ մամայի համար է հուզիչ, համ երեխայի համար, համ Եվ բոլոր էմոցիաները խառնվում են իրար։ Մասին յուրաքանչյուր խոսք, երգ, տեսահոլովակ միշտ ուզում եմ։ Ես ուզում էի հիշել նկարահանման process-ում իմ կյանքի ամենաերջանիկ պահերը, որ ուղղակի այդ հուզական դաշտը կարողանամ վերահսկել, բայց միևնույնը չստացվեց, որովհետև մայրիկը այն սրտի ամենանուրբ լարերին է դիպչում, երբ որ ու ամեն ինչ լինում է այդքան համահունչ ու հուսամ հանդիսատեսնել կնայի ու կգնահատի այս մեծ աշխատանքը, որը որ կատարվել է։ Այս նոտայով ես առաջարկում եմ մենք բոլորս միասին դիտենք այս տեսահոլովակը։ Ձեզ շնորհակալ ենք ևս մեկ անգամ, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս պահին դիտում ենք Սոնա Ռուբինյան, մամ։